Կենտրոնի եթերում անցուդարձն է, եկեք միասին ու կարճ ամփոփենք օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Իրանի արտգործնախարարը երեկոյան զբոսնել է Երևանում եւ տեսանյութով կիսվել սոցցանցերում։ Հաջորդել են պաշտոնական հանդիպումները, որպես նախարար Արարչին Հայաստանում է առաջին անգամ։ Իրանի դիրքորոշումն անփոփոխ է, դեմ են միջազգային սահմանների ցանկացած փոփոխության, իսկ խաղաղության պայմանագրի համաձայնեցումը ողջունում են, սպասում են դրա ժամ առաջ կյանքի կոչմանը։ ما معتقدیم که مشکلات در منطقه باید از طریق Կարծում եմ տարածաշրջանի բոլոր խնդիրները պետք է լուծվեն ներսում դիվանագիտության եւ երկխոսության ճանապարհով առանց ուժի կիրառման։ Իդեպ Իրանը եւ Հայաստանը պայմանավորվել են Արաքս գետի վրա եւս մեկ կամուրջ կառուցել։ Հայաստանի Հանրապետական կուսակցության վերնախավն այսօր Կոմիտասի անվան պանթեոնում էր Անդրանիկ Մարգարյանի շիրիմի մոտ։ Ուղիղ 18 տարի առաջ այս օրը նա հեռացավ կյանքից։ Երրորդ նախագահը եւս խնկարկել է կուսակից ընկերոջ հիշատակն ու կարճ մեկնաբանել է հարցը, թե ինչու են մարդիկ մինչև հիմա կռվում իր ստվերի հետ։ Պարոն նախագահ, Անդրանիկ Մարգարյանի երազած հայրենիքին երբ ականատես կլինենք։ Դժվար է ասել, հարցերն ու դերքին։ Պարոն նախագահ, եւ մեկ ճշգրտում, ինչու են ձեր ստվերի հետ դեռ կռվում մարդիկ։ Այդ հարցին ես պետք է արդյոք պատասխանեմ։ Այդ հարցին պետք է մարդիկ պատասխանեն։ Այնուհետև որևէ մեկ ուրվականը ինձ չի անհանգստացնում։ Իմը ստվերը իրենց ուրվական։ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը 24 News-ի տաղավարում անդրադարձել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի վերաբերյալ շահարկումներին։ Նա նշել է, որ Արայիկ Հարությունյանն առնվազն 3 անգամ ասել է Փաշինյանին, որ ինքն այլևս չի տիրապետում իրավիճակին եւ ուզում է հրաժարական տալ։ Արայիկ Հարությունյանը առնվազն 3 անգամ հայտարարել է, որ ինքը այլևս չի տիրապետում իրավիճակին եւ ուզում է հրաժարական տալ։ Ես գիտեմ եւ վստահաբար դա ձեր եթերում հայտարարում եմ, որ 3 անգամ թե նախկին նախագահները Արցախի, թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը համոզել են Արայիկ Հարությունյանին, որպեսզի նա հրաժարական չներկայացնի։ Վերջում Արայիկ Հարությունյանը ասել է. ես այլևս չեմ կարողանում Նիկոլ Փաշինյանը եւ հայկական իշխանությունները, հայաստանյան իշխանությունները ինձ այլևս չեն լսում Եվ ես պետք է հրաժարական տամ, որտեվ կա լարվածություն, նաև Արցախի ներսում, որտեվ ժողովուրդը կհիշեք բլոկադայի մեջ, սոված, ծառավ, ցրտին, առանց լույս, առանց գազ, եւ ես հրաժարական պետք է ներկայացնեմ։ Եվ Սամվել Շահրամանյանին վստահ եք, չէ՞, որ Սամվել Շահրամանյանը չէր երազում դառնալ Արցախի նախագահ։ Ես անձամբ այո վստահ եմ։ Ես կարծում եմ մեր հասարակության տրամաբանող հատվածն էլ վստահ, որ Սամվել Շահրամանյանը այդ իրավիճակում չի պետք է մտներ այդ բեռի տակ, որտեվ ոչ մի երաշխիք չկար, որ չէր լինելու այն ինչ որ եղավ։ Իսկ Ալեն Սիմոնյանը դիվանագիտական հաղթանակ է համարում, որ մի շարք երկրներ իմանալով, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, մեզ զենք են վաճառում։ Նրա այս ու այլ հայտարարությունների հետ համաձայն չէ պատիվ ունեմ խմբակցության ղեկավարը։ Հայկ Մամիջանյանը հետևել է Սիմոնյանի հարցազրույցին, հետո մեկնաբանել այն։ Կանչ ու ցախ բոլորին ուղղորդում եք, որ իրենց գիտելիքները բանանեք թարմացնեն, բայց չէ կարծում, որ ԿՊԱ-կաններն այդ հարցում ամենախոցելիներն են մինչև առաջին դեմքի մակարդակով սկսած։ Չէ, չեմ կարծում, ինչ եք տես կարծում։ Ուզում ես ասես դու ավելի խելացի ես, քան ես նման բնդում չարեցի։ Բայց ի՞նչն էր քո բնդումը։ Այսինքն Բադու երբ որ ես նման տիպ արտահայտություն չեմ արել, բոլորն էլ սխալական են եւ բոլորն էլ ինչ որ ձևով մշտապես իրենց գիտելիքները թարմացնելու կարիք ունեն, բայց ձեր ասածը կոռեկտ չի, առավել եւս որ դուք ակնարկ եք անում Հայաստանի Հանրապետության ղեկավարին, այլ ավելի կոռեկտ չի։ Երբ որ կգնաք կճշտեք ձեր կասկածի տակ դնել Նիկոլ Փաշինյանի գիտելիքները։ Կարելի է կասկածի տակ դնել, բայց իմ ներկայությամբ եւ չէ, ոչ թե հարց մի տվեք, իմ ներկայությամբ նման կարամ վերջացնեմ ասած։ Իմ ներկայությամբ նման հարց տալու պարագայում ակնհայտ է, որ ես դրան բացասական եւ շատ ավելի նյարդային եմ պատասխանելու, քան որևիցե այլ պարագայում։ Պարոն Սիմոնյան, Ինչ ժողովրդավարությունը չի թույլ տալիս, որ ազգային ժողովի նախագահը պատասխանի։ Ինչ։ Ես նյարդային պետքա չլինեմ։
ժողովրդավարության գնալ ձեր գիտելիքները կճշտեք ու կսովորեցնեք, թե որտեղ է գրված, որ չի կարող նյարդայնանալ։ Պարոն Սիմոնյան կարող եմ ասում որ իշխանության ներկայացուցիչը ավելի զուսպ այդ ով է տենց ասում։ Ես ներողություն եմ խնդրում, ԱՄՆ-ի նախագահ հիմա նյարդային է եւ զուսպ է ամենադեմոկրատ երկրները, հա։ Իհարկե տարբեր երկրների տարբեր պաշտոնյաներ նյարդայնանում են, բայց ես չգիտեմ որևէ երկրի բարձրաստիճան պաշտոնյա, ով որ թքում է քաղաքացիների վրա այս կամ այն առիթով այնպես որ նյարդայնանալու չափ ու սահման կան։ Պարոն Սիմոնյանը ասաց, որ իրենց թիմը այս 7 տարիների ընթացքում մի շատ ոլորտներում հաջողություններ է արձանագրել, մասնավորապես նշեց անվտանգային ոլորտը, դուք ինչ հաջողություններ։ Ես կասեմ, թե հիմնական հաջողությունները քաղաքացիական պայմանագրի որտեղ են զետեղված։ Բացում եք հատ առ հատ իրանց հայտարարագրերը, այնտեղ քաղաքացիական պայմանագրի բոլոր հաջողությունները, տները, մեքենաները, 0%-անոց վարկերը, այդ բոլորը հատ առ հատ նշան։ Ռուսաստանի սահմանապահ զորքերի ավտոմեքենան Սյունիքում գլորվել է ձորը, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս մեկը վնասվածքներ ստացել։ Դեպքը տեղի է ունեցել Մեղրի Նռնաձոր ճանապարհին ու ազմակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ մոտ 40 մետր գլորվել ձորը։ 22-ամյա Իգոր Կոտովի վիճակը ծանր է, 30-ամյա Ռոման Ալշիխինը տեղում մահացել է։ Թուրքիայի ամբողջ տարածքում բողոքի մասսայական ակցիաները նոր թափ են առնում։ Իրավիճակը կտրուկ փոխվում է ի վնաս իշխանության։ Իրավապահների հետ բախումները շարունակվում են, ընդդիմադիրներին ձերբակալում են ոչ միայն փողոցներում։ Վտանգավոր խռովությունները ճնշելու համար ուժայինները լրատվամիջոցների եւ արմիությունների ներկայացուցիչներին ձերբակալում են նրանց տներում։ Տուժել են նաեւ լրագրողներ։ Իրադարձությունները լուսաբանող թուրքական եւ միջազգային մամուլը նշում է, որ երկրում ճնշում են խոսքի ազատությունը։ Իշխանությունը չի մեկնաբանել այս մեղադրանքը։ Ընդդիմությունը պնդում է, որ Ստամբուլի հրապարակում հավաքվել է 1.5-ից 2 միլիոն մարդ։ Ցուցարարները Ստամբուլի քաղաքապետի ազատ արձակման պահանջին զուգահեռ պահանջում են նաև կառավարության հրաժարականը։ Էրդողանն ընդդիմությանը մեղադրել է բռնության շարժում հրահրելու համար։ Ադրբեջանցին իր սիրելիին ամուսնության առաջարկություն է արել Ստամբուլում բողոքի ցույցի ժամանակ։ Տեսանյութը շատ արագ է տարածվել։ Մախաչկալայում այսօր առավոտյան 2 խոշոր պայթյուն է որոտացել, հետո հրդեհ է բռնկվել, կան վիրավորներ։ Նախ կենցաղային գազ է պայթել շենքերից մեկում, հետո հրդեհը տարածվել է մի շարք բնակարաններում, շենքի քարերն ընկել են բակում կայանված մոտ 15 մեքենայի վրա։ Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել բջջային կապի սրահներից մեկում։ Առաջարկում եմ միասին թերթել մամուլի էջերը։ Հրապարակը գրում է, մինչ խորհրդարանը մարտի 26-ին կքննի ՔՊ-ից վտարված Հովիկ Աղազարյանին անձեռն մխելիությունից զրկելու եւ քրեական հետապնդում հարուցելու մասին դատախազի միջնորդությունը հակակոռուպցիոն կոմիտեն շտապել է որոշում ընդունել, թերևս փորձելով ճնշում գործադրել Աղազարյանի վրա, որ նիստում նա ավել պակաս չխոսի, ՔՊ-ի եւ Նիկոլ Փաշինյանի կեղտերը ջրի երես չհանի։ Ինչպես ասում են, այս գլխից որոշել են նրա պոչը վերցնել իրենց ոտքի տակ։ Հակակոռուպցիոն կոմիտեն որոշում է կայացրել եւ Աղազարյանին կաշառք տալու գործով մեղադրյալ Աշոտիկ Կամավոսյանի մասով նախաքննության ավարտի մասին է հայտարարել եւ գործն ուղարկել է դատարան։ Աղազարյանի գործողությունների մասով նախաքննությունը շարունակվում է, բայց Աշոտիկից կորզված ցուցմունքով, որը դեռ պետք է հիմնավորվի, արդեն քննությունը փորձում են տանել այն ուղղությամբ, որ падգամավորին կաշառք առաջարկվել է, ինքն էլ լռել է, ինչը եւս հանցագործություն է։ Տեղեկություններ կան, որ մեղադրյալը ցուցմունք է տվել, թե իբր Աղազարյանը $300,000 կաշառք է ուզել, որ միջնորդի առանց խոչընդոտների Հայաստանից մանր եղջերավոր անասուններ արտահանեն Արաբական Միացյալ Էմիրություններ։ Աղազարյանի դեմ դատախազի միջնորդության հիմքում հիշյալ գործից զատ այլ վարույթ էլ կա, համաձայն որի քաղաքացի Արամ Մկրտչյանը ցուցմունք է տվել, թե իբր Հովիկ Աղազարյանն իրեն խաբել է, վերցրել է $23,000 գումար շենքի կառուցման շինթույլտվություն տալու հարցը լուծելու համար, սակայն գործընթացը ձգձգել է, իսկ այն անձինք, ովքեր այդ գումարը տվել են Արամին, պահանջել են վերադարձնել։ Մենք գրել ենք, որ Արամ Մկրտչյանն Աղազարյանի սանիկն էր, ժամանակին Նիկոլ Փաշինյանի խցակիցն է եղել, խարդախության համար մի քանի անգամ դատապարտվել է։
Ժողովուրդը գրում է. ԱԺՔ խմբակցության падգամավոր Արփի Դավոյանի գործողությունների մասով քննությունը քննչական կոմիտեում դեռևս շարունակվում է։ Ինչ է այսքան քննում նախաքննական մարմինը եւ ինչի է սպասում, թերևս դժվար չէ կանխատեսել։ Օրաթերթը հարցում էր ուղարկել գլխավոր դատախազություն հետեւյալ բովանդակությամբ, որ 2018 թվականին Պեկ քննչական վարչությունում քննվել է մի գործ, որով անցել է Արփի Դավոյանը։ Նախնական տեղեկություններով նա ՍՊ-ներ է հիմնադրել, ինչ որ ներկրումներ արել, ապա խաբել պետությանը։ Նա 2018 թվականի ապրիլից հետո Պեկ քննչականում անգամ հարցաքննվել է։ Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում քաղաքացի Արփի Դավոյանը հարցաքննվել է որպես վկա եւ դատաբարական այլ կարգավիճակ չի ունեցել։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Այսպիսով Արփի Դավոյանը, որ օր ու գիշեր Աժամբյոնից բարոյախրատական դասեր է տալիս ընդդիմախոսներին, քրեական գործով վկա է անցնում։ Իհարկե, վկայից մեղադրյալ մեկ քայլ է, բայց թերևս ոչ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, կամ դա կլինի այն ժամանակ, երբ Արփի Դավոյանը դուրս գա խմբակցությունից, իդեպ ամիսներ շարունակ թիմից նեղացած Արփի Դավոյանը չի մասնակցում ՔՊ վարչության նիստերին։ Տիգրան Ավինյանի մասով կոռուպցիոն ներթիմային բացահայտումներից դրա հետևանքով Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնում մերժվելուց հետո Արփի Դավոյանը նեղսրտել է, չի գնում կուսակցության վարչության նիստերին։ Պուտին անձնական նվեր է ուղարկել Թրամփին, բայց Կրեմլը չի ցանկանում փակագծերը բացել։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիտքոֆը սակայն պատմել է, որ Մոսկվա այցի ժամանակ Պուտինն իրեն է տվել, որ փոխանցի Դոնալդ Թրամփի գեղեցիկ դիմանկարը պատվիրված Ռուսաստանի լավագույն նկարիչներից մեկի մոտ։ Իսկ մինչև Ամերիկայի նախագահը կխոսի Պուտինի նվերի մասին, ասել է, որ իրեն դուր չի եկել Կոլորադո նահանգի Կապիտոլիումում տեղադրված իր դիմանկարը։ Նկարչուհին նկարել է նաև նախագահ Օբամային, բայց նա հրաշալի տեսք ունի։ Իսկ իմը բոլորից վատն է, ասել է Թրամփն ու ասել, այս նկարչուհին տարիքի հետ կորցրել է իր տաղանդը։ Իլոն Մասկը մտադիր է Optimus մարդանման ռոբոտների բանակ ստեղծել։ Միլիարդատերը հայտնել է, որ մինչև տարեվերջ Tesla ընկերությունը պետք է թողարկի 5000 խելացի ռոբոտ, որոնք ունակ են կողմնորոշվել իրականության մեջ եւ կատարել առաջադրանքներ ըստ պահանջի։ Եվ եղանակ առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, այսօրվանից մինչև մարտի 30-ը ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 11-ից 15 նիշ։ Սիրելի հետևորդներ, եկեք կատարենք մի քանի պարզ քայլ մեր YouTube-յան ալիքը զարգացնելու համար։ Ձեզանից մի քանի վայրկյան է պահանջվելու, հավանում եք այս հաղորդաշարն ու բաժանորդագրվում։